Մարդիկ են պատկաններ նստած, ձեզ թողեցի։ Ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ, ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Ես բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան։ Բացարձակապես ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը եւ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այտենց ախորովել, կառուցվել եք, եկել եք, հիմա այտենց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ Ինչ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևոր է, թե նայում ցուցակից է եղել։ Ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան, այդքան դժվար է լսել ճշմարտությունը։ Բան չեք տանում ուրիշ դաշտ, ինչու եք տանում ուրիշ դաշտ, ես վերդ շատ հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ, փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը չգիտեմ ինչ, տեսանք չէ որ չեն կարելի անորակ հնդիկների կուվալով տալ ջարդել այդ հուշարձանը, այ քեզ բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտալ, որտեղ տենց կարող է այլ տեղ հասնենք, էլի։ Իսկ Որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի եւ շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կարծիքը։ Իդեպ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ է, 12 թվականին։ Լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկեքից, բանից, թող դες կանչի նախարարությունը Այստեղ քննարկում։ Տիկին Գալստյան, եկել ասում եք վանդալիզմ, ես էլ ասում շատ լավ, վանդալիզմը ձեր ցուցակից է անողը, զանգեք ասեք, եղբայր չես ամանչում, ինչ ես վանդալիզմ անում։ Ոնց չի հետաքրում, բա ում է հետաքրում։ Դե այդ եմ ասում, մասնագետ արդեն իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, իդեմս ձեզ մյուս մույթերի ժամանակ սիրով ձեզ կհրավիրեն։ Քննարկում ենք հուշարձանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք։ Սիրով ձեզ կհրավիրեն, կգաք։ Մի տարիք շանտաժի դաշտ, ես խոսում եմ հուշարձանի նորոգումից դուք ցուցակեք, դրանք տարբեր բաներ են։ Արդեն հուշարձանի նորոգություն խոսում, ասում հաջորդ մույթերի ժամանակ իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, կգնաք ձեր կարծիքը կասեք։ Էհն, միակ անգամ էլ ձեր առաջարկը փոխանցում Տիկին Անդրեասյան, լավ մասնագետ ունենք, խնդրում եմ, հրավիրեք թող գա, մեկ ավել կարծիքը կարծում եմ ված չի։ Ես ընդհանուր էի ասում, ասում եք վանդալիզմ, ասում հա, օքեյ։ Բերեցի օրինակ, ձեր տունը չեք վերանորոգել, չի եղել, որ մտել եք, տեսել եք ինչ-որ բան այն չի։ Այսինքն, որ միջև այդ վանդալիզմ քանդվում, այդ ամբողջը, որ այդպես մնար փլատակները վերածվելու, այդ սրբավայրի ժամանակ չէիք լացելու, չէիք հուզվելու։ Կամ ընկերություն բացեք, եթե այդքան լավ մասնագետ եք, հաստատ ձեր падգամավորի աշխատավարձից շատ կստանաք, էլի գնացեք։ Ու այնքան պատմամշակութային տենց սրբավայրեր է հիմա նախարարությունը կառուցում, որ հաստատ անգործ չեք մնա, էլի։ Բարեգործ եք, ասում է բարեգործը կառուցում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքացին, ամենամեծ բարեգործը, լսեք Տիկին Գալստյան։ Մենք քննարկում ենք օրակարգային հարց, դուք չափը անցնում եք։ Իմ տան հետ գործ չունեք, իմ մասնագիտական որակների հետ գործ չունեք, իմ մանդատի հետ գործ չունեք եւ իմ ապագա քաղաքական ճակատագրերն էլ թող ձեզ չանհանգստացնի։ Մտածեք ձեր սեփական քաղաքական թիմի թե թողած արյունոտ հետագծի եւ թե ապագայի մասին։ Այ քեզ բան, ունակ չեք մասնագիտական քննարկում։ Շարունակեք հետո։ Դուք խոսում եք ինչ որ վե արժեքներից, տենց հա նստել եք, բայց դուք չեք հարգում նույնիսկ ձեր գործընկերներին, հա։ Ես նույնիսկ ամաչում եմ ձեզ հիմա նկատողություն անել։ Խոսում եք տարական էթիկա, տարական էթիկա է, որ ձեր ժամանակից տված 10 անգամ ավել խախտել եք, մի հատ է տենց հետել եք բան եք անում, էլի։ Դե հիմա խնդրում եմ լռեք եւ նստեք եւ ժամանակ տվեք ձեր գործընկերներին։
տարական էթիկա է։